Իմ տպավորությամբ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցող, որովհետև գետնի վրա մենք բնականon հունով գազամատակարարում ենք ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ, այնպես ինչպես աշխատել ենք նախկինում, այսինքն ավելացնելու, մեկնաբանելու այլ բաներ չկա։ Լավրովն ասել է ոչ թե ոչ պաշտոնական որևէ դիմում չունի հայկական կողմը, ոչ սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ 1 ամիս առաջ, մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն, այդ բովանդակությամբ, բայց նորից պիտի ասեմ, մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով, մտահոգություններ, թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկից։ Չի ստացվի, որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Խուդաջան, դուք ասում եք վիճակը Փոփոխություն Ոչ հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Խուդաջան, դուք ասում եք Այլ գործընկերներ, միակողմանի պայմանագիր խզվելու համար հիմքեր են պետք։ Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազը այն գրաֆիկով, որով ստացել ենք գործընկերների հետ նորմալ չէ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ են, մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չեն փոխվել։ Հիմքը կարող է լինել, որ Լավրովը նաև 3 հայտարարել։ Դե հիմա մենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի մասով արդեն ասել ենք, դրա հետ կապված ավելացնելու ոչինչ չունենք եւ կարծում եմ դա տեղեկատվություն, այսինքն փոխանցեցի ձեզ ամբողջությամբ խնդրում չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի շահագրգռված ենք գազի գնի բարձրացման, որտեղ Դուք ասում եք վիճակը այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է, բայց ամեն դեպքում Ես պնդում եմ, որ մենք ունենք պայմանագիր, որը ժամկետի մեջ է եւ հիմա շարժում ենք այդ պայմանագրով։ Դուք ասում եք վիճակը այդքան վատ չէ, ինչպես որ ներկայացվում է, բայց Լավրովը երեք ասել, որ պետք է հրատապ այդ հարցը լուծվի ԵԱՏՄ-ից դուրս գալու, այսինքն արդեն մեզ ոչ թե ընտրության հնարավորություն են տալիս, այլ ասում են պետք է դուրս գաք։ Հիմա այս դեպքում ինչ պետք է անի Հայաստանը։ Այսինքն կողմնորոշվելու անգամ տեղ։ Մենք դրա հետ կապված մեկնաբանություններ բազմիցս արել ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ մեր պլանները այս պայն այնպիսին են, ինչի մասին Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է։ ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Այս պայն մենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Շնորհավորում Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ դեռևս չմեկնաբանեմ։ Փաշինյանին ասում է մինչև վերջնական արդյունքներ ընտրություններ չլինի, չէ։ Կան երկրներ, որոնց արդյոք վերաբերմունք չէ Հայաստանի հետ հարաբերությունների։ Կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակմանը, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցը ոչ չեմ տեսնում։ Բայց Փաշինյանը ասել էր ընտրություններից հետո մեկնելու են Մոսկվա։ Հարգելի գործընկերներ, ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չկան եւ Հանրապետության վարչապետի արտասահմանյան գործողումների գրաֆիկ էլ դեռևս չկա ենթադրվում։ Եթե լինի կիմանաք, որ երկիր մեկնեց էլի։ Խուդաջյան երեքանից ընդդիմադիր տարբեր ուժեր Facebook-յան գրող էին սկսել, թե դուք Մեղրաձորում 0 ձայն եք ստացել, այնինչ ըստ արձանագրության 717 ձայն։ Ըստ ձեզ ինչ նպատակ ուներ այդ մեդիա տերորը։ Տպավորություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն ընտրակեղծարար իշխանություն է։ Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկեր նույնիսկ փոխվի ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդամենը խոսքը մի քանի քվեի մասին է եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այս պահ տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, այսինքն տրամաբանություն չկա նաեւ այդ առումով մեկնաբանությունները չեմ հասկանում ինչի մասն է քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները քաղաքացիների կողմից ստացած քվեների համար արձանագրվեն օրինակ 1000-ով ավելի ցածր, այդտեղ տրամաբանություն չկա,